Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ընդհանուր այստեղ ներկայացված ընդհանուր պատկերը ըստ չափման խմբերի եւ ցուցանիշների գնահատման եւ ներկայացված 6 չափման խմբերից միջինից բարձր տոկոսային միավորներ են հավաքել դատախազության անկախությունը եւ կարգավիճակը եւ ապահովվածությունը ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներով։ Միջին միավոր է հավաքել դատախազության կողմից համագործակցությունը եւ արտաքին հարաբերությունները, կոռուպցիոն հանցագործների հետապնդումը եւ դատախազության հաշվետվողականությունն ու ներքին բարեվարկությունը, իսկ հակակոռուպցիոն կանխարգելումը, մկրտությունը եւ իրազեկումը հավաքել են ցածր տոկոսային միավորներ։ Եվ նշված խմբերից առավելագույն բարձր միավորներ են հավաքել ընդհանուր առմամբ 17 ցուցանիշ, 17-ը ստացել են միջին միավոր եւ 14-ը ցածր միավոր եւ արդեն անդրադառնանք չափման խմբերին իր ցուցանիշներով ավելի մանրամասն։ Ուրեմն դատախազության անկախության եւ կարգավիճակի չափանիշով գնահատման մակարդակը կազմել է 77.7%, առավելագույն 18-ից հավաքելով 14 միավոր։ Գնահատման համար հիմք են հանդիսացել 9 ցուցանիշ, այն է ինստիտուցիոնալ անկախությունը, գլխավոր դատախազի եւ նրա տեղակալների նշանակման եւ հեռացման գործընթացը, դատախազության մանդատը, իրավասության շրջանակը, հետապնդման լիազորությունները, առաջարկություններ ներկայացնելու եւ կիրարկելու լիազորությունները, իրավական եւ գործառնական ինքնավարությունը, լիազորությունների քաղաքական նպատակով օգտագործումը։ Այսպիսով դատախազության ինստիտուցիոնալ անկախությունը բխում է սահմանադրական եւ օրենսդրական կարգավորումներից եւ դատախազությունը սահմանադրությամբ սահմանվում է որպես սահմանությամբ նախատեսված միասնական համակարգ, որը ղեկավարվում է գլխավոր դատախազը եւ գործում է օրենքի հիման վրա։ Դատախազության մասին օրենքով ամրագրված են դատախազության գործունեության հիմնական սկզբունքները, այն է հրապարակայնությունը, դատախազի ապաքաղաքականացվածությունը, քաղաքական գործունեությանը չմիջամտելու անթույլատրելիությունը, դատախազի օրինական բաժնի կատարման պարտադիր լինելը, դատախազի ինքնուրույնությունը եւ այլն։ Միաժամանակ ապահովում է հաշվետվողականությունը տարեկան զեկույցների ներկայացման եւ հրապարակման միջոցով, այդ թվում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ առանձին տեղեկատվությամբ։ Այս մոտեցումը համահունչ է ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին։ Դատախազությունը օժտված է լայն եւ համապարփակ մանդատով, որը թույլ է տալիս իրականացնել քրեական հետապնդման, հսկողության, մեղադրանքի պաշտպանության եւ հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական ցիկլը եւ նորմատիվ հիմքերի եւ գործառույթների ծավալը վկայում է մարմնի ինստիտուցիոնալ կարողությունների բարձր մակարդակի մասին, ինչը համապատասխան երաշխիքների առկայության դեպքում կարող է նպաստել դրանց արդյունավետ եւ անկախ գործունեությանը Հայաստանի իրավական համակարգում։ Բացի այդ, դատախազության կանոնադրությամբ սահմանված խնդիրների համախումբը վկայում է, որ դատախազությունը ոչ միայն քրեական հետապնդման մարմին է, այլ նաև քրեական քաղաքականության առանցքային ինստիտուցիոնալ դերակատար։ Դատախազությունը ինքնուրույն կազմակերպում է իր կառուցվածքը, հաստիկացուցակը, աշխատակազմի նշանակման եւ հեռացման գործընթացները եւ գործում է օրենքով երաշխավորված լիազորությունների շրջանակում եւ ունի բյուջետային ֆինանսավորման անկախ աղբյուր։ Ինստիտուցիոնալ անկախության տեսանկյունից թեև սահմանադրությամբ եւ դատախազության մասին օրենքով ամրագրված են դատախազության անկախության, ինքնուրույնության եւ միջամտության անթույլատրելիության սկզբունքները, նույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դատախազության կոլեգիան, որը ստեղծված է դատախազության գործունեության կազմակերպման հիմնական հարցերը քննարկելու, սահմանադրական լիազորությունների իրականացման ուղղությունները որոշելու համար, իր մանդատով, կազմով եւ ձևավորման մեխանիզմներով չի կարող դիտարկվել որպես դատախազների անկախությունը ու ինքնուրույնությունը ապահովող մարմին։ Այս խնդիրը նույնպես ուրեմն ամրագրվել է ՏՍԿ 5-րդ գնահատման զեկույցում։ Բացի այդ, սահմանադրությամբ սահմանված գլխավոր դատախազի ընտրության բարձր շեմը գործնականում չի ապահովում մրցակցային եւ արժանիքային գործընթաց, քանի որ դատախազության մասին օրենքով եւ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ընթացակարգերում բացակայում են բաց մրցույթի, բազմաթեկնածու առաջադրման եւ անկախ փորձագետների ներգրավման մեխանիզմներ։ Եվ գործնականում գլխավոր դատախազի ընտրությունը տեղի ունեցել 22 թվականին միայն իշխող խմբակցության ձայներով, ինչի հետևանքով եւ միջազգային եւ տեղական փորձագետների գնահատման ընտրության գործընթացը չի ունեցել մրցակցային եւ արժանիքային բնույթ, իսկ քաղաքական ազդեցության գործոնը եղել է էական։
Օրենսդրությունը չի նախատեսում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների ընտրության գործընթացում, ինչը ևս սահմանափակում է գործընթացի թափանցիկությունը ու հաշվետվողականությունը։ Այնուհանդերձ պետք է նշել, որ գլխավոր դատախազի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղված գործառույթների ոլորտը համակարգող դատախազի տեղակալի նշանակման գլխավոր դատախազի տեղակալի նշանակման գործընթացի նկատմամբ սահմանված է որպես դիտորդ ներգրավվելու հնարավորություն։ Բացի այդ, դատախազության մասին օրենքով սահմանված է, որ նույն անձը գլխավոր դատախազի մասին է խոսքը, չի կարող ավելի քան 2 անգամ անձնվեճ նշանակվել գլխավոր դատախազի պաշտոնում, եւ այս կրկին նշանակվելու հնարավորությունը խնդրահարույց է անկողմնակալության տեսանկյունից, քանի որ կարող է որոշակի ակնկալիքներ եւ կաշկանդվածություն ձևավորել եւ թեկնածուի եւ ընտրող քաղաքական կառույցի ազգային ժողովի քաղաքական մեծամասնության մոտ, ինչը հարցականի տակ է դնում թեկնածուի անկախությունը եւ դատախազության գործառույթների պատշաճ եւ անկողմնակալ իրականացման ապահովումը։ Խնդիրներն արձանագրվել նաև գլխավոր դատախազի եւ իր տեղակալների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման որոշ հիմքերում, այսպես օրինակ որոշ հիմքեր ձևակերպված են չափազանց ընդհանրական եւ հայացողական են, եւ այս հիմքերը բազմիցս քննադատվել են իրավական որոշակիության տեսանկյունից, օրինակ այլ անհաղթահարելի խոչընդոտներ կամ հեղինակությունը բեկող վարքագիծ հիմքերը, ինչպես նաեւ նույն խնդիրները արձանագրվել են ՏՀԶԿ-ի 5-րդ գնահատման զեկույցում, ուրեմն ինչ վերաբերվում է հաջորդ չափանիշին, առաջարկություններ ներկայացնելու եւ կիրարկելու լիազորություններին, թեև նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը նախատեսում է հանրային քննարկումների հնարավորություն, իսկ դատախազը ներկայացնում է օրենսդրական առաջարկներ եւ միջնորդագրեր, տարեկան հաղորդումներում բացակայում են դրանց ընդունման եւ արդյունավետության վերաբերյալ տվյալներ, ինչի հետևանքով չի ապահովում հաշվետվողականության լիարժեք իրականացումը։ Եվ վերջին չափանիշը վերաբերվում է լիազորությունների քաղաքական նպատակներով օգտագործմանը, թեև ամրագրված է ապաքաղաքականության սկզբունքը, հանրային եւ քաղաքական գնահատականները վկայում են կանխարգելիչ լրացուցիչ մեխանիզմների բացակայության մասին, եւ ինչի հետևանքով պահպանվում են քաղաքական ազդեցության եւ ընտրովի արդարացիության ընկալման ռիսկերը։ Մասնավորապես դրանք կապված են գործող գլխավոր դատախազի նախորդ գերակատարման եւ գործադիր իշխանության հետ կապերի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապերի գործերի զգալի մասի դատավարական ավարտի չհասնելու հետ։ Այսքանով անցնենք հաջորդ խմբի չափանիշներին, որոնք վերաբերվում են դատախազության ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներով ապահովվածությանը, այստեղ նույնպես թվով 8 ցուցանիշներ ենք դիտարկել՝ բյուջեի համամասնությունը, բյուջեի բավարար լինելը, անվտանգությունը եւ կայունությունը, աշխատակազմի աշխատավարձ եւ խրախուսումը, աշխատակազմի ընտրությունը, փորձագիտությունը, ուսուցումը եւ վերապատրաստումը եւ կայունությունը։ Ինչպես երևում է գծապատկերից, դատախազության ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներով ապահովվածության մակարդակը գնահատվել է միջինից բարձր 68.7% եւ առավելագույն 16 միավորից ապահովել է 11 միավոր։ Ուրեմն դատախազության ֆինանսավորումը 21-ից 24 թվականին կազմել է պետական բյուջեի ծախսերի 0.